Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց մեր քաղաքական գործիչների մեծ մասը անխելք ու տրամաբանությունից զուր կա։ Իսպառ չեն կարողանում մարդիկ տրամաբանել, կրթվելու կարիք ունեն։ Ես խոսում եմ այբուբենի մասին, բարդ բաներ չեմ ասում։ Մոտիկ երկրները կարևոր են, հեռու երկրները կարևոր չեն։ Սա քաղաքականության հիմնարար օրենքներից մեկն է։ Դուք գիտեք դրա մասին։ Հայաստանի համար կարևոր են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը։ Ուրուգվայը կարևոր չի, Նոր Զելանդիան կարևոր չի, Պանաման կարևոր չի։ Չէ, Ուրուգվայը շատ լավ երկիր է, ուրուգվայցիները հիանալի մարդիկ են։ Առաջինն են ցեղասպանությունը ճանաչել, բայց Ուրուգվայը մեզ համար կարևոր չի։ Ուրուգվայը Պարագվայի համար է կարևոր, Արգենտինայի համար է կարևոր։ Հասկանում եք։ Մեզ համար Թուրքիան եւ Իրանն են կարևոր։ Դուք որ քաղաքականությամբ եք զբաղվում, ընտրության եք մասնակցում, ուզում եք ընտրվեք, դուք ժողովրդի հետ պարտավոր եք խոսել մեր հարևանների մասին։ Ես ժողովրդի մի մասնիկն եմ։ Ես ձեզից սպասում եմ, որ դուք ամեն օր խոսեք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, Հայաստան-Իրան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան։ Բայց դուք չեք կարող խոսել այդ հարաբերությունների մասին եւ հիմարություններ չասել, եթե դուք ամենօրյա ռեժիմով չեք զբաղվում այդ պետություններով։ Ամենօրյա ռեժիմով չեք կրթվում, չեք ուսումնասիրում, չեք կարդում, չեք գնում տեղում այցելում։ Դա ձեր տնային աշխատանքն է։ Դուք ինչու չեք անում ձեր տնային աշխատանքը։ Պարտավոր եք իմանալ Թուրքիայի տնտեսությունը, էթնիկ կազմ, ռեգիոնալ խնդիրները, բնապահպանությունը, պաշտպանությունը, ուղղնուծուծով իմանալ այդ պետությունը, ուղղնուծուծով իմանալ Իրանը, ուղղնուծուծով իմանալ Ադրբեջանը եւ Վրաստանը։ Դա կոչվում է տարրական հարգանք ժողովրդի նկատմամբ եւ սեփական գործունեության նկատմամբ։ Եթե դուք հայ քաղաքական գործիչ եք, դուք մեր անմիջական 4 հարևաններին պիտի իմանաք Հայաստանից ոչ պակաս։ Դեռ չխոսենք Հայաստանը ինչքան լավ գիտեք, բայց Հայաստանից ոչ պակաս դուք պիտի իմանաք մեր անմիջական 4 հարևաններին։ Եթե դուք մի քիչ ուսումնասիրած լինեիք մեր հարևաններին, հորթի հրճվանքով չէիք նայի, որ Ֆրանսիան դեմ է Թուրքիայի Եվրոմիության անդամակցությանը եւ ծափ չէիք տա դրան։ Դուք կհասկանայիք, որ ինչ-ինչ, բայց Հայաստանի շահերից բխում է, որ Թուրքիան դառնա Եվրոմիության անդամ, որովհետեւ Եվրոմիության անդամը ենթադրում է իրավունքներ, բայց նաեւ պարտականություններ։ Դուք կհասկանայիք, որ այն իրավունքները, որ կստանար Թուրքիան, մեզ համար վատ չեն, իսկ այն պարտականությունները, որ կստանձներ Թուրքիան, մեզ համար լավ են։ Եվ դուք կհասկանայիք, որ Թուրքիայի Եվրոմիության անդամակցության հարցում Հայաստանի եւ Ֆրանսիայի շահերը չեն համընկնում։ Հայաստանի եւ Թուրքիայի շահերն են համընկնում, որտեղ թե Թուրքիան է ուզում դառնալ Եվրոմիության անդամ, թե մեզ է ձեռնտու, որ Թուրքիան դառնա Եվրոմիության անդամ, եւ մենք լինենք Եվրոմիության անմիջական հարևան։ Մոտիկ երկրները կարևոր են, հեռու երկրները կարևոր չեն։ Հզոր երկրները կարևոր են, պակաս հզոր կամ թույլ երկրները կարևոր չեն։ Որպեսզի որևէ հեռու երկիր մեզ համար կարևոր լինի, պիտի շատ հզոր լինի։ Օրինակ, Ամերիկան մեզ համար կարևոր է, որտեղ շատ հզոր է, չնայած հեռու է։ Ամերիկան աշխարհի բոլոր երկրների համար է կարևոր։ Չինաստանը այնքան հեռու չէ, ինչքան Ամերիկան, բայց էլի հեռու է, բայց շատ հզոր է։ Չինաստանն էլ է մեզ համար կարևոր։ Հնդկաստանն էլ է մեզ համար կարևոր։ Ռուսաստանը տնտեսությամբ այնքան հզոր չէ, ինչքան Ամերիկան, բայց մեզ շատ մոտ է։ Հետևաբար Ռուսաստանը մեզ համար նույնքան կարևոր է, ինչքան մեր անմիջական հարևաններն են, չնայած մեր անմիջական հարևանը չէ։ Սա խորը գիտելիք չէ, սա քաղաքական հատուկ հմտություն չէ։ Սա պարզ տարական ճշմարտություններին տիրապետել է։ Այբուբենը իմանալու հարց է, հասկացեք։ Եթե դուք ուզում եք մեր ժողովրդի, մեր երկրի գլխին փորձանք չբերել, դուք պարտավոր եք այս այբուբենը սովորել։ Դուք պարտավոր եք ծծկեր երեխայից տարբերվել։ Դուք պարտավոր եք հասկանալ, որ ուղակի հայրենիքը սիրելը եւ բարի մարդ լինելը քիչ է։ Ձեր մեծ մասը բարի է, հայրենասեր է, բայց տահաս է։ Դրա համար ձեր մեծ մասը փորձանք է։ Ձեր մեծ մասի համար նորմալ է դուրս գալ եւ ասել ազգային գաղափարախոսություն, հայուգեն, ազգային արժեքներ եւ էլի լիքը այդ ձև բառեր, որ ուղակի սիրուն հնչում են, բայց դատարկ են։ Ոչ մի բան չկա այդ բառերի մեջ։ Դուք այդ բառերը չեք հասկանում։ Դուք այդ բառերը որոճում եք ամեն օր 10 ժամ, բայց չեք կարողանում հասկանալ պարզ ճշմարտությունը, որ մոտիկ երկրները կարևոր են, հեռու երկրները կարևոր չեն։ Հզորները կարևոր են, պակաս հզորները կարևոր չեն։ Դրա համար էլ, երբ մենք ասում ենք օրինակ Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր է, դուք դա անցալում եք որպես ռուսամետություն։ Երբ ասում ենք Ամերիկան մեզ համար կարևոր է, դուք դա անցալում եք որպես ամերիկամետություն։ Երբ ասում ենք Թուրքիան մեզ համար կարևոր է, դուք վայնասունը դնում եք, ասում եք, ահա, ուզում են թուրքերին բերեն լցնեն Հայաստան, Հայաստանը ոչնչացնեն։ Եվ այդ տեսակ ցնդաբանություններ։ Ուղղակի Հայաստանում կան մարդիկ, փառք Աստծո, որ տիրապետում են քաղաքական այբուբենին, տրամաբանում են։ Մեր ժողովրդի ուզածը ձեզնից շատ բան չի։ Մենք չենք ուզում, որ դուք պարտադիր լինեք պրոֆեսիոնալ բանակցողներ կամ հատուկ հմտության տրամաբանողներ։ Մենք ուզում ենք, որ դուք չլինեք տհաս, որ ձեր տրամաբանությունը, ձեր ուղեղը գոնե մինիմալ չափով աշխատի։ Դրա համար խնդրում եմ ձեզ,
մի քիչ աշխատեք ձեր վրա, եթե իրոք մեր երկիրը սիրում եք։